Նախ ես չեմ ասել մարտական գործողություններին տժժան որակ դիզվառլիքի հետ կապված, ինչ որ ասել եմ հիմա եմ կրկնում։ Այո, Հայաստանի Հանրապետություն մտնում էր անորակ, նույնիսկ ոչ թե դիզվառլիկ, այլ վառլիկ, որը դիզվառլիքի հետ խառնվելու ժամանակ հայտնում էր, որ տեխնիկան չէր աշխատում։ Եվ այդ իսկ պատճառով այն հերթական պարտիան վառլիքի, որը մենք կանգնացրել ենք, դիզվառլիկ չէ, եւ հետագայում դա ցույց տվեց, որ դա կոչվում է վառարային վառլիկ։ 460 տոննա ներմուծվել Հայաստան, հայտարարում եմ այսենք, որ այդքան սպառում չունի դա, եւ մենք թույլ ենք տվել այդ վառլիքը մտնի Հայաստան զուտ այն պատճառով, որ մենք ունենք ոչ կատարյալ նորմատիվ, որը չի սահմանափակվում, բայց մենք միանշանակ գիտենք, որ այդ վառելիքի պահանջարկը երկրում չկա։ Հետևաբար շատ մի մեծ տրամաբանություն պետք չի ունենալ, որ այդ վառելիքը պետք է խառնվի ուրիշ վառելիքի տակ վաճառվի, եթե դրա պահանջարկը չկա։ Բայց չունենալով օրինական հիմք դա չթողնելու, ամենայնպես մենք այս պահին շատ հստակ հետևում ենք, թե այդ վառելիքը ուր է գնալու։ Այդ իսկ պատճառով դրա մեջ որևէ արտարոց բան չկա, ինչ որ հայտարարել եմ նորից հայտարարել։ Իսկ թույլ կտաք մեր քաղաքացիներները խոսեն։